Okay, այո։ Ուրեմն ժողովուրդ ջան, բարելուս, ինչ էինք ասում։ Փորձում ենք ուղիղ հեռարձակում, մի հատ գնանք մեր էջում էլ ստրիմ անենք։ Էլեն ջան, մի հատ իմ պրոֆայլ կմտնես ընկեր։ Նենց հարցեր կտակ չխճճվեմ։ Քանի սենց բզբզում ենք, էս էլ այնեն, հալե ջան, մի հատ էսի, նայ։ Էսի մի հատ կարաս, էս ջասնաուն վերցնես, լինքը գցես ազատության, ոչը լավ, հələ play-ում իմում, հա։ Դե մի բան ասա։ Աղջույն։ Ազատությունն է։ Չէ, էս մի image-ն է, հիմա էսի կարանք ազատության գցենք։ Ինչ անեմ հիմա։ Ազատության մեջ կարաս գցես։ Մի սալիդն է։ Ինչ անշան։ Չհասկացա հիմա ես կոպի անեմ լինքը ազատություն։ Հա։ Այս Հաշ լինքը։ ջան, էս ուր փախար։ Հա, հիմա ազատություն։ Արտուր ստեկցե։ Չէ, հələ հիմա մի գցեք։ Չէ, էսի լավ է չի։ Չունի ոչինչ։ Դա չէ, պատրաստվենք հեսա, նորմալ տնենք, էսի ջնջենք ու այդի տնենք։ Արա դիր գցի մեջ է։ Ով է կամանձիռը դրան ենթար։ Վախ։ Շորտ դիկը նայող կա սպասեք։ Բարևազգ։ Publish։ Ուզում եմ տեսնեմ գնում է թե չէ։ Ա, ձեր ձայնն էլ է գնում։ Դե ես ուզում եմ լսեմ նայեմ սայթը բաց սայթը։ Սայթն է դա։ Լինքը դրել եմ սայթում։ Այ, Ուղիղ եթերում։ Բայց հարց ունեմ ես քեզ մի հատ տալու բանի մոդերացիայի հետ կապված։ կգամ հիմա։ Հա չէ հիմա կար։ Ահա հիմա բռնի։ Նայն է։ Այս նախորդ Facebook-ին ովքեր էին հյուրերը քո։ Մոռացա։ Ովքեր էին։ Հայկ Նախորդ Բարսեղյանը։ Facebook-յան ասուլիսին Հայկ Բարսեղյանն էր իր թիմի անդամներից մեկի հետ։ Եվ ինչ էին առաջարկում։ Ովքեր առաջարկում էին դրամահավաք Գյումրու Անօթևան ընտանիքներին աջակցելու Իրենց հաջողվել է ինչ որ մի բանի Որոշակի գումար հաջողվել է հավաքվել արդեն 180 հոգի այս պահին փաստորեն իրենց հաջողվել է, բայց դեռ ժամանակ ունեն, եթե ժամանակը մոտ 339 օր, եթե Այն է իսկ կարողես ասել քո Facebook ընդհանրապես որ ինչ ազդեցություն ունի։ Ընդհանրապես եթե որևէ մեկը քո Facebook-ով ելույթ է ունենում, փնտրում է ինչ որ մի բան, արդյունք տեսնում եք։ Կարծում եմ, որ այո, որովհետև հենց մեր ասուլիսից հետո կարծես տղաներին չեմ հիշում, որ երբից ինչ որ օգտատեր կլորի գումար էր փոխանցել։ Դրանից առաջ շատ են եղել նաև քննադատություններ, օրինակ հյուրերին։ Լևոն Իգիթյան օրինակ խոստացավ գալու չեկավ, բուրըն արձագանք ունեցավ, ինքը դրանից տեղեկացել էր։ Իսկ օրինակ դու գոհ ես քո Facebook ասուլիսից։ Այո, Մտադիր ես շարունակել։ մտադիր եմ շարունակել եւ Իսկ հաջորդ անգամ ում ես ծրագրում։ Սովորաբար հյուրերին ընտրում ենք այնպես, թե այդ շաբաթ որ թեման է ավելի ակտուալ։ Գոնե մի երկու օր էլ անցնի, կտեսնենք որ թեման է ավելի ակտուալ եւ կորոշենք ում ընտրենք։ Հիմա գնանք Ռուզանի մոտ, Ռուզան, ողջույն։ Այսօր լրատվականը դու ես վարել։ Եվ ինչ ունես, գլխավոր թեման ո՞րն է։ Դե նույն թեման է, էլի։ Կոալիցիա, հնարավոր կոալիցիա, դաշնակցություն։ Կոալիցիաները Դե դաշնակցականներին այսօր մի փոքր փակագծերը բացել են, որ լինելու է երևի կամ վաղ ամենայն հավանականությամբ առաջիկա 1-2 օրերի ընթացքում, բայց մի փոքր փակագծերը բացել են եւ ասել են, որ փաստորեն լինելու է ճանապարհային քարտեզ, որտեղ այսինքն լինելու են երկրի արժեվ ծառացած խնդիրների բանալիները, այսինքն տրվելու են այն խնդիրների լուծումները, որոնց մասին այդքան խոսվում է եւ ժողովուրդը ցանկանում է, քննարկում է այդքան եւ նաեւ Արծվիկ Մինասյանը նշել է, որ աստորեն այդ համագործակցությունը ոչ թե 1 տարվա է լինելու, այլ ավելի երկարատև, քանի որ այդ կոալիցիոն հուշագրում կամ համաձայնագրում լինելու են այդ բանալիները, որոնք կարող են օգտագործվել նաեւ այլ քաղաքական ուժերի կողմից։ Իսկ քիչ առաջ ես ընդհանրեցի հայկական ժամանակ, որ հաղորդում է, որ շատ հնարավոր է 3 նախարար, մի քանի մարզպետ, 2 մարզպետ եւ 6 փոխնախարար, այո։ Դե մամուլը շատ բան գրեց այս ընթացքում։ Որովհետեւ վկայություն կա, որ այդ
Հաղորդումը ճիշտ է, համապատասխանում է։ Որոշ տեղեկությունների համաձայն, այսինքն հստակեցումը 3 նախարարների մասով է գնում ամեն դեպքում, դաշնակցականները իրենք էլ չեն Այսօր դու ասում ես, որ շատ հնարավոր է իրենք էլ իրենց փոխնախարարները։ Հնարավոր է, այո, բայց ինչպես Արտվիկ Մինասյանն է այսօր ասում, եկեք չշտապենք, ընդամենը 1-2 օր է մնացել, հավանաբար վաղը ինչ-որ բան արդեն կունենանք հստակ։ Ունենք այսօրվա հյուրը իշխող հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն է, հենց նրա հետ էլ կզրուցենք եւ դե կհետևեք լրատվական ծրագրին կիմանաք, ամեն դեպքում կարծում եմ հետաքրքիր կլինի։ Դա համար այնքան էլ հետ չի լինի այսօր, չէ՞։ Եկեք այդպես չասենք, որ մեր հյուրը գա։ Ուրիշ ինչ ունես այսօր։ Շատ հետաքրքիր ծրագիր ունենք, գործընկերներս շատ հետաքրքիր նյութեր են պատրաստել, ռեպորտաժներ։ Բոլորը 10-12-ից ավել ռեպորտաժներ ունենք տարբեր թեմաներով, այնպես որ Որ կուզենայի ընդգծել հատկապես։ Բոլորն էլ հետաքրքիր են, բոլորը քաղաքականից մինչև սոցիալական եւ մշակութային բոլորն էլ յուրաքանչյուրը մեր հեռուստադիտողներից մի հետաքրքիր մի բան կգտնել։ Սոցիալական որն է ամենաասպես կարևոր թեմա գործարքով այսօր։ Նոր Նարինեի հետ հենց իր թեման ենք քննարկում, կեղծ դեղերի հետ կապված։ Այո, եւ առողջապահության նախարարությունը առաջարկում է օրենքում փոփոխություններ անել եւ քրեական պատասխանատվության ենթարկել այն անձանց, այն գործարարներին, ովքեր կեղծ դեղեր են ներկրում, պարզվում է մինչեւ այսօր նման քրեական պատասխանատվություն չկար եւ կարող է իր տուգանքներ վճարելով կրկին դեղեր ներկրել։ Առավելագույն պատիժը, որ կարող է լինել, հնարավոր է ուղղակի լիցենզիայից զրկել, հետ կանչել շուկայից դեղեր, բայց դա որոշ ժամանակ։ Հիմա այսօր դեղ եմ գնում, ասենք թե այնտեղից, բայց մարդու դեղեր են, թե չէ։ Որտեղից։ Դեղատնից։ Այսօր առողջապահության նախարարությունը չի բացառվում, որ դեղատներում կարող են հայտնվել նաև կեղծված դեղեր։ Ուրիշ ունենք Քրքորյանի կտակի հետ կապված։ Կտակի մեջ նաև Հայաստանին է։ Այո, նրա մտերիմը հանդիսացող Հարութ Սասունյանը մեզ հարցազրույց է տվել Ազատությանը եւ ասել է, որ այո, վստահաբար կարծում եմ հաշվի առնելով նաև որ անցյալում Քրքորյանը այդքան օգնել է Հայաստանին, այս անգամ նույնպես կտակում անպայման ինչ որ որոշակի հատկացումներ նաև Հայաստանին կլինեն, այսինքն բարեգործական որոշակի ծրագրեր կիրականացվեն, բայց իսկ այն հաղորդումը, որ իբրև թե կտակով արգելված է, իշխանությունը որևէ կերպ չի կարողանալու տնօրինել այդ միջոցներին։ Դեռևս այդ մանրամասները չկան, թե կտակարարը ով է լինելու, այսինքն ում է հասցեագրվում այդ ծրագրերը, այսինքն այդ 2 միլիարդի մասին է խոսում Հարութ Սասունյանը, որ 2 միլիարդ դոլարի փաստորեն բարեգործությանը համար հատկացված գումար կա, թե որքանը Հայաստանին կհատկացվի, ինչպիսի ծրագրեր կիրականացվեն, ով կղեկավարի, սրանք հարցեր են, որ կարծում եմ առաջիկայում գուցե իմանանք։ Ուրիշ որևէ բան կուզենայի ասել։ Շատ ունենք, թող մեր ունկնդիրները, մեր հեռուստադիտողները կարող են այսօր ժամը 8-ին միանալ Ազատություն.am եւ մնացած մյուս հետաքրքիր իրադարձությունների մասին։ Շատ լավ ծրագիր է վարելու, չէ՞։ Իսկ տեսքդ մի քիչ այլ է լինելու, չէ՞։ Այո, եթերային, հիմա այսպես։ Լավ, ես գրացի։ Դե կարող ենք ասել, որ այո։ Իմիջայլոց Աշոտը Պարսեղյան կոմենտներում շնորհավորում էր։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ այս ծրագիրը հիմա մենք շարունակելու ենք, դա հնարավոր դարձավ մեր Արթուր Պապյանի եւ Հայկ Ավետիսյանի օգնությամբ եւ Էլենա այստեղ մեր Չիլինգարյան, տեսնում եք մեր Գարիկը Ազիբեկյան, այսպեսի մի հզոր թիմ ունենք, տեսեք։ Սա Ազատություն ռադիոկայանն է, որ ծառայում է ձեզ ամեն ժամ, ամեն րոպե, ամեն օր։ Ստեսություն, շնորհակալություն։